Ամերիկայի Միացյալ Նահանգների տհաճ անակնկալն Ադրբեջանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելափակել է Հունաստանի միջոցով Ուկրաինային ադրբեջանական գազի մատակարարումը։ Հունական Կաթմելինի կառավարության աղբյուրների հղումով նշվում է, որ պատճառն ԱՄՆ-ի պահանջն է Ուկրաինային իր հեղուկ բնական գազը վաճառելու բացառիկ իրավունքի վերաբերյալ, գրում է ադրբեջանական Հաքինազը։ Անցյալ կիրակի Աթենքում պայմանագիր է կնքվել ուկրաինական նավթոգազի և Ալթասի LNG թրենդի միջև, որը հունական «Ակտոր Գրուպ» և «Դեպայի» կողմից ստեղծված նոր ընկերություն է։ Ըստ համաձայնագրի, Հունաստանը պարտավորվում է ամերիկյան հեղուկացված բնական գազ մատակարարել Ուկրաինային՝ ուղղահայաց միջանցքով։ Հունաստանի կառավարության աղբյուրներին հայտնել են, որ Միացյալ Նահանգները վետո է դրել այս երթուղով ադրբեջանական գազի մատակարարման վրա։ Հունաստան Տրանսդրասիայի խողովակաշարի միջոցով մատակարարվող ադրբեջանական գազն ավելի էժան է, քան ամերիկյան հեղուկ բնական գազը, և Միացյալ Նահանգները մտահոգված է մրցակցության կապակցությամբ։ Վաշինգտոնը ձգտում է Ուկրաինային Հունաստանի միջոցով գազ մատակարարելու բացառիկ իրավունքներ ձեռք բերել։ ԱՄՆ պահանջներին համապատասխան նավթոգազի միջև կնքված համաձայնագիրը սահմանում է, որ ադրբեջանական գազի մատակարարումներն ուղղահայաց միջանցքով հնարավոր են միայն ֆորսմաժորային իրավիճակներում։ Սա նշանակում է, որ եթե որևէ պատճառով թրենդի ամերիկյան LNG առաքումն ուշանա, ինչը չի կարելի բացառել, կամ առաջանան տեխնիկական խնդիրներ, հունական ընկերությունը կկարողանա օգտագործել ՏԱՊ-ի միջոցով մատակարարվող դեռա կողմից պահանջվող ադրբեջանական գազը նավթոգազի նկատմամբ իր պարտավորությունները կատարելու համար։ Սակայն Ուկրաինայի մատակարարվող գազի ծագումը կասկածներ է առաջացնում նոր միջսահմանային երթուղուն վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հետ կապված, որը նախագծվում է Հունաստանի, Բուլղարիայի, Մոլդովայի և Ուկրաինայի գազամատակարարման համակարգերի օպերատորների կողմից։ Երրորդ երթուղին նախատեսվում է ադրբեջանական գազի մատակարարում Ուկրաինա՝ ուղղահայաց միջանցքով, հանգույցից մինչև տրանսֆրիկյան գազատար։ Այս կետից Բուլղարիան ստանում է 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, որ ՏԱՊ-ի միջոցով մատակարարվում է Հունաստան։ ԴԵՊԱ-ն համապատասխան ծավալ է ամրագրել։ Հունաստանի միջոցով Իտալիա է ուղարկվում ևս 8 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Հունական լրատվամիջոցների համաձայն, ՏԱՊ-ից եկող գազը, որը կառուցվել է որպես ԵՄ-ի կողմից Ռուսաստանից մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիան մաս, այժմ կարևոր աղբյուր է Հունաստանի և ամբողջ Եվրոպայի համար, որը հույս ունի կրկնապատկել խողովակաշարերի հզորությունը։ Այնուամենայնիվ, ռուսական գազից լիովին հրաժարվելու ձգտման շրջանակներում ՏԱՊ-ը, ինչպես նաև թուրքական հոսքը, խողովակաշարը, որը կարող էր ծառայել որպես ռուսական գազի մատակարարման խողովակ Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա, նույնպես հայտնվել է ուսումնասիրության տակ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 2025 թվականի ամռանը նավթոգազի և սոքարի միջև կնքված փորձնական համաձայնագիրը թույլ է տվել ադրբեջանական գազի փոքր ծավալներ մատակարարել Ուկրաինա՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Մոլդովայի միջոցով։ Դրանից հետո Ռուսաստանն անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Օդեսայի մարզում գտնվող գազային կոմպրեսորային կայանին, որը գտնվում էր Ուկրաինա-Ռումինիայի սահմանի մոտ, և որն օգտագործվում էր ադրբեջանական գազն Ուկրաինա տեղափոխելու համար։ Այս հարձակումների հետևանքներով վերացվել էին մի քանի օրվա ընթացքում, որից հետո Կիևը հայտարարել էր, որ Ուկրաինա-ադրբեջանական գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու պարտասակամություն կա։ Ըստ որոշ տեղեկությունների, այս հարցի շուրջ կողմերի միջև բանակցություններ են ընթանում։